Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց օրինագիծ, որով շահումով խաղերի պետական տուրքերը կկրկնապատկվեն։ Այսպիսով ապրիլի 1-ից սպասվում է հենց այդ գործողության իրականացում գործնականում։ Այն հանգամանքը, որ շահումով խաղերի հետ կապված իրականությունը բավական մտահոգիչ է եւ լայն ընդգրկում ունի մեր հանրության շրջանակներում, մեր հանրության ներսում իսկապես այդ հանգամանքը կա եւ նաեւ օբյեկտիվ է ոլորտի նկատմամբ ուշադրությունը եւ առնվազն իրականացվող գործողությունների համատեքստում բարձրաձայնվող խնդիրներն ու նպատակները։ Հանգամանքը, որ դա իսկապես մտահոգիչ տեմպերի ներքո է, նաեւ ապացուցվում է, փաստարկվում է պաշտոնական վիճակագրությամբ, որի որոշ ցուցանիշներ այսօր կներկայացնենք։ Եվ ըստ այդմ մեր առաջին պատկերը ներկայացնում է 2023-24 թվականների վիճակագրությունը շահումով խաղերի ոլորտի գործունեության հետ կապված։ Մասնավորապես 2024 թվականի հունվար-դեկտեմբերը նախորդ տարվա հունվար-դեկտեմբերի համեմատաբար ոլորտը արձանագրել է 11.6% աճ։ Համեմատության համար նշենք, որ այս աճը շատ ավելի արագ է, քան նախորդ տարին 22 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատությամբ, հիշեցնենք 23 թվականի հունվար-դեկտեմբերին 7.7% աճ է արձանագրել։ Թեև այս արագությունը ըստ էության նկատելի է, դա նկատելի է նաև տեմպի ավելացումը, նկատելի է նաև բացարձակ թվերով ցուցանիշների համեմատությամբ 2024 թվականի նշված ժամանակահատվածում մենք ունենք 274 միլիարդ 112 միլիոն դրամի ընդհանուր շրջանառություն այս ոլորտի հետ կապված։ 24 թվականի ընթացքում, մեկ տարվա ընթացքում ծառայությունների ոլորտում մասնաբաժինը շահումով խաղերի կազմել է 7.9%։ Հետաքրքիր է, որ նախորդ տարվա համեմատ թեև աճն է արագացել եւ բացարձակ թվով ցուցանիշն է տարբերվում, ավելացել է, այնուամենայնիվ ծառայությունների ոլորտում մասնաբաժինը նախորդ տարի 23 թվականին շատ ավելի բարձր է եղել, այն կազմել է 8.1%։ Այս ցուցանիշների համադրությունը բացարձակ թվի աճ, տոկոսային հարաբերակցության աճ եւ նաեւ այս մասնաբաժնի փոփոխությունը վկայում է հանգամանքը, որ 2024 թվականին ծառայությունների ոլորտի այլ հոդվածների աճերը կարծես թե ավելի արագ են եղել, դրանով պայմանավորված մասնաբաժնի որոշակի փոփոխություն եղել է։ Նաև հետաքրքիր հանգամանք է այն, որ 24 թվականի խաղատների հետ կապված գործունեությունը նախորդ տարվա համեմատ անկում է արձանագրել 29%-ով, այն դեպքում, երբ 23 թվականին 22-ի համեմատ աճը եղել է անգամներով։ Փոխարենը այս տարի բավական բարձր արագություն է հավաքել նույն շահումով խաղերի, այսինքն օնլայն հարթակներում իրականացվող այդ գործունեության ցուցանիշներն ու ծավալները կազմելով 13.6%։ Ընդհանուր առմամբ այս ցուցանիշները վկայում են դրա տեմպերի արագության մասին։ Եվս մեկ այլ ցուցանիշ, էլի բավական մտահոգիչ ցուցանիշ, դա խաղադրույքների վերաբերյալ վիճակագրությունն է, որը ներկայացված է մեր երկրորդ պատկերում, եւ մինչ այդ ցուցանիշներին անդրադառնելը նշենք, որ այստեղ կա որոշակի վիճակագրական շեղման, իրականում նաեւ քննարկում է, որ այդ շեղումը կարող է լինել բավական մեծ, խոսքը վերաբերում է հանգամանքին, որ խաղադրույքների վիճակագրությունը ֆիլտրելու, ընդ որում ֆիլտրելու անհրաժեշտություն է տեսնում, պաշտոնական վիճակագրությունը չի արձանագրում, որտեղից են իրականացվել խաղադրույքները, այսինքն չի բացառվում, որ այս համախառն ցուցանիշների ներքո մենք ունենք նաև արտերկրից իրականացված խաղադրույքներ, ըստ էության առաջին հայացքից մեր հանրության հետ կապ չունեցող խաղադրույքների հետ կապված ֆիլտրման անհրաժեշտություն կա բուն խաղադրույքը, այսինքն փաստացի իրականացված դրույքը եւ նաև դրա շահման, այսինքն որոշակի վերամշակման գործընթաց է անցնում, դա ոլորտի առանձնահատկություն է այդ թվում։ Հետևաբար այս ցուցանիշները այո արձանագրված են եւ բավական բարձր ցուցանիշներ են համապատասխան մտահոգությունն առաջացնող, բայց օբյեկտիվորեն պիտի նշենք, որ այն ֆիլտրման անհրաժեշտություն եւ կարիք ունի ամբողջական պատկեր ստանալու համար։ Թեև հանգամանքը, որ սա մտահոգիչ տեմպերի ներքո է, ուրեմն դիտարկվում է եւ փաստարկվում է համեմատության մեջ, ժամանակագրական համեմատության մեջ։ Մասնավորապես 2024 թվականին օնլայն խաղերի խաղադրույքների խաղատների խաղադրույքների ցուցանիշը 2023 թվականի համեմատ որոշակիորեն նվազել է, մենք տեսնում ենք բացարձակ թվերի տարբերություն, փոխարենը օնլայն խաղերի, օնլայն շահումով խաղերի պարագայում ցուցանիշն ավելացել է եւ 2024 թվականին 7.2 տրիլիոն դրամի է հասել, ինչը իրականում մեծ ցուցանիշ է։ Նորից կրկնենք, անկախ հանգամանքից, որ այս ցուցանիշը ունի ֆիլտրման անհրաժեշտություն եւ այդ ֆիլտրերի հնարավորության պարագայում, եթե այդպիսի հնարավորություն կա, այդ ֆիլտրերը անցնելու պարագայում ցուցանիշը կարող է նվազել, բայց հանգամանքը, որ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ ավելացել է, պարզապես ցուցադրում է իրականություն, որ խաղադրույքների ծավալն է իրականում ավելացել ընդհանուր առմամբ։
Հետևաբար, այս վիճակագրությունները իսկապես այդ ոլորտի նկատմամբ ուշադրության, անհրաժեշտության, թողնենք մտահոգության խնդիրը, դա առավել քան հասկանալի է, բայց նաև կառավարման տեսանկյունից ուշադրության անհրաժեշտություն իհարկե առաջացնում է։ Հետևաբար, գործիքակազմը ընդունված օրինագիծը եւ կրկնենք դրա քննարկումների, հիմնավորումների համատեքստում բերված փաստարկները, մտահոգությունները, նպատակները հետագայի հետ կապված որևէ կերպ կարծես թե այսպես քննարկման եւ հակազդեցության առիթ չեն ստեղծում, առավել քան օբյեկտիվ են եւ հասկանալի են եւ նաեւ դրական, բայց այլ է խնդիրը, թե որքանով են իրականացվող գործողությունները իրականության մեջ նպաստելու հայտարարված նպատակներին։ Ինչի մասն է խոսքը, տեսեք, նման պարագաներում, երբ հատկապես համընդհանուր հնչեղության, հանրային հնչեղության հարցերին է վերաբերվում, իրականացվող գործողությունների արդյունավետության ցուցիչներից մեկը նախադեպային վերլուծությունն է, եթե կա նախադեպը։ Այս ոլորտի հետ կապված վերջին շրջանում հիշեցնենք այդպես կարգավորող, խստացնող, այս ծավալների կրճատմանը նպաստող գործողություններ կարծես թե արվել են։ Հիշեցնենք բուքմեյքերական կենտրոնների գործունեության սահմանափակումը, հիշեցնենք քաղաքացիների խաղադրույքներ իրականացնելու հնարավորությունների սահմանափակումները, նաև արտասահմանյան լիցենզիա չունեցող ուրեմն կազմակերպությունների գործունեության սահմանափակումը, որոնք կարծես թե առնվազն հայտարարված նպատակով հենց միտված են ընդհանուր առմամբ ծավալների կրճատմանը, բայց որքանով են դրանք եղել արդյունավետ։ Այդ հարցի պատասխանը իրականում ներկայացված ցուցանիշներն են, որի մասին խոսեցինք։ Այսինքն, եթե բանաձևենք, չնայած իրականացվող գործողություններին, մենք տեսնում ենք այսօր ծավալների աճ։ Հետևաբար առաջանում է հարցադրումը, թե որն է այն նախադեպը գործունեության արդյունավետության, այս պարագայում կիրառվող գործիքակազմի արդյունավետության նախադեպը, որի պարագայում ընդունված գործողությունները քայլերը կարող են նպաստել ուրեմն համապատասխան խնդրի լուծման։ Այսինքն մենք դրա նախադեպը ըստ էության չունենք կամ չունենք դրա հետ կապված պատշաճ արդյունավետության մակարդակ։ Մյուս պարագայում, մյուս խնդիրը, որ նման պարագայում սովորաբար կիրառում ենք, դա միջազգային պրակտիկայի, այդ թվում ուսումնասիրությունն է, ընդհանրապես աշխարհում այս խնդրի դեմ պայքարի ինչպիսի մեխանիզմներ են գործում եւ օրինակ այսօրվա հաստատված օրինագիծը, այն է պետական տուրքերի ավելացումը միայն կարող է նպաստել իսկապես խնդրի լուծմանը։ Տարբեր երկրների փորձերի ուսումնասիրությունը մենք կարող ենք նշել Շվեդիայի, Դանիայի, Նորվեգիայի, Սինգապուրի, Չինաստանի փորձերը, եվրոպական երկրների, Մեծ Բրիտանիա եւ այլն, այսինքն տարբեր փորձերի ուսումնասիրությունները վկայում են, որ այս նպատակի, հիմնական նպատակի ուրեմն իրականացումը գործողությունների կոմպլեքս է եւ միայն հարկային բեռի ավելացումը որևէ կերպ խնդիր չի լուծում։ Ավելին, եթե մենք հարկային բեռի ավելացման տնտեսագիտական նշանակությունից դիտարկելու լինենք այդ հարցը, ապա դա ի վերջո բերելու է մի իրավիճակի, երբ հարկային բեռի ավելացման կրողը եւս լինելու է այդ ծառայությունից օգտվողը, այսինքն փաստացի այդ բեռը անուղղակիորեն դրվելու է նույն քաղաքացու ուսերին։ Սա կարևոր հանգամանք է, որ պետք է շեշտադրել։ Իսկ ո՞րն է միջազգային պրակտիկայից եկող այդ կոմպլեքս գործողություններից որոշները, որոնք արդյունավետության ցուցիչներ ունեցել են։ Առաջին հերթին պետական վերահսկողությունը, այդ թվում նաև օրինակ Շվեդիայի, Ֆինլանդիայի օրինակով կարող ենք բերել պետական մոնոպոլ գործունեությունը այս ոլորտում, որը իր հերթին որոշակի վերահսկողական մեխանիզմներ է սահմանում։ Սինգապուրի պարագայում օրինակ կարող ենք դեպքեր բերել, փորձը դիտարկել, երբ հնարավոր է հարազատի նկատմամբ, այսինքն շահումով, խաղերով տարված հարազատի նկատմամբ իրականացնել որոշակի ուրեմն սահմանափակող գործողություններ կամ հայց ներկայացնել սահմանափակելու համար, կան ինքնասահմանափակման որոշ մեխանիզմներ, այդ թվում միջազգային պրակտիկայից եւ որոշակի սահմանաչափեր են սահմանվում թե ժամանակային առումով, թե խաղադրույքների իրականացման առումով, հարկային բեռի ավելացման գործիքը եւս ընդունված պրակտիկա է միջազգային, այսպես փորձի ուսումնասիրման համատեքստում, սակայն շատ կարևոր եւ էական հանգամանք է, որ այդ ունիվերսալ փորձից կարևոր բաղադրիչ պետք է դուրս բերել հարկային բեռի ավելացումը որևէ կերպ ինքնանպատակ չի լինում եւ այդ ավելացված հարկային եկամուտները հիմնականում ուղղվում են բուն նպատակի դեմ պայքարին, օրինակ պետությունների կողմից սոցիալ-հոգեբանական անվճար ծառայությունների մատուցման եւ այդ այսպես խաղամոլության ճիրաններից հանրությանը կամ հանրության որոշ հատվածներին դուրս բերելու նպատակով։ Այսինքն անգամ հարկային բեռի ավելացման փորձը որևէ կերպ պարզապես այդ գործողությունով եւ այդ ակտով չի սահմանափակում եւ դա ունի որոշ հետագծային շարունակություն։ Հետևաբար
Իսկապես գործողությունները, որոնք իրականացվում են, նորից կրկնենք, առնվազն հայտարարված նպատակների մասով որևէ կերպ քննելի չեն, այսինքն դրանք կարծես թե ընդունելի են եւ իսկապես համաձայնության առնվազն ենթակա առարկա, սակայն հարց է առաջանում, թե որքանով են այսօր կիրառվող գործողությունները ստեղծելու այդ արդյունավետ միջավայրը եւ այս պարագայում օրինակ նույն օրինագծի շրջանակներում չմոռանանք, որ առաջիկայում նպատակ կա որոշակի օպերատորի ինստիտուտի ստեղծումը, որը առաջին եւ ամենակարևոր նպատակը հենց ունի այս խաղադրույքների ֆիլտրման ֆունկցիան իրականացնելու, դա որոշակի ինտերնետ կարծես թե սերվեր է հարթակել լինելու, որի միջնորդությամբ իրականացվելու են խաղադրույքները եւ փաստորեն ֆիքսվելու է հենց խաղադրույքի փաստը, որով էլ այդ տվյալների հավաքագրումը կարծես թե գոնե այդ մասով ֆիլտրված կլինի, բայց այստեղ նույն օպերատորի հետ կապված հարցեր են առաջանում, ինչ մարմին է դա լինելու, ինչպես է ձևավորվելու այդ մարմինը, ում վերահսկողության ներքո է լինելու է վերահսկողություն թե ոչ, այսինքն այստեղ եւս բազմաթիվ հարցադրումներ կան, որոնք անուղղակիորեն էլի կարող են գալ եւ հատվել իրականացվող գործողությունների արդյունավետության հետ եւ թերևս ամփոփելով այս ամենի ուսումնասիրությունը թե միջազգային պրակտիկայի փորձի ուսումնասիրությունը թե մեր մոտ իրականացվող գործողությունների արդյունավետության նախադեպային ուսումնասիրությունը պարզապես կրկին անգամ առաջադրում են հարցադրում թե արդյոք մենք հերթական անգամ գործ չունենք որոշակի խնդիրների լուծման իմիտացիայի հետ Thank you.